այլև շահույթն է գալիս պետականության, այսինքն ԶՊՄԿ-ի 23%-ի շահույթը բուն, ի հավելումը շահութը հարկի գալիս է պետությանը, բայց բնականաբար այդ գործընթացին հետևելով պետության կողմից այնտեղ պետք է մեկը նշանակված լինի, հետևի այդ process-ին։ Նույնը Ամուլսադում 15% է կարծեմ, թե նույնը մյուսում, ինչ եք առաջարկում, տանք մասնավորներին, բաժանենք մասնավորներին կոպեկներով, մնանք շահութա ռազմավարական բանում ձեռնարկությունը, մնանք միայն շահութա հարկի հույսին, այլ չգիտենք ոնց են այնտեղ գրում, ոնց չեն գրում, ինչ են անում, ում են տալիս։ Սա ուղղակի որպես տենց թեթև։ Բայց եկեք վերադառնանք այսօր առավոտյան իմ կողմից հնչեցված հարցին, ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ շատ ճիշտ եմ ձևակերպել այս խորհրդանի հիմնական, եթե ոչ միակ հարցը, եւ այն է. Ռուսաստանից ինչ աստիճան անկախ արտաքին քաղաքականություն կարող է վարել Հայաստանը։ Այս հարցի շուրջ էին էլի գնում քննարկումները, եւ ես հիմա կբացատրեմ, թե ինչու։ Պարոն Կարապետյանը այս ամբիոնից եկավ ասեց, որ Ադանան մեր հայրենիքն է։ Okay, կարող ենք տարբեր կարծիքներ ասել, բայց պետք է հասկանալ չափանիշը, որ չափանիշով Ադանան գիտեք որտեղ է գտնվում մոտավորապես, ով գիտի, Կիլիկիայում, մեծ հայքից դուրս, Կիլիկիայում, որտեղ ժամանակին եղել է հայկական պետականություն, հետո կործանվել է այդ հայկական պետականություն, հետո երկար ժամանակ ապրել են հայեր, ոչ չափանիշով ենք մենք սահմանում մեր հայրենիքը, ոչ չափանիշով։ Կարող լինի օրինակ բոլոր այն տարածքները, որտեղ երբևիցե եղել է հայկական պետականություն։ Օրինակ, բոլորը, ասեք։ Հա ուզում եք ասեք, հա։ Հա, շատ լավ։ Ասում եմ այն բանը ոնց է ԱՄՆ-ում, ասում եմ փաստաբանի հուշմամբ ես կօգտվեմ 5-րդ սահմանության 5-րդ տղումից եւ կպահպանեմ լռություն։ Այդ պասը լավ է, պարոն Վարդան, իզուր չէ, 40 միլիոն դրամ, իսկապես։ Okay։ Չէ, անկեղծորեն, ես միայն ուրախ եմ։ Տարբերակ երկուս, բոլոր այն տարածքները, որտեղ երբևէ կոմպակտ ապրել են հայեր, թեև հայկական պետություն միգուցե այնտեղ չէ, օրինակ ասենք Սեբաստիայում։ Այսինքն մեծ հայքից այն կողմ, ասենք փոքր հայքում, որը անկախ պետականություն չի ունեցել, եղել է Բյուզանդիայի կազմում, այլ պետությունների կազմում, կոմպակտ տելի խմբերով, այսինքն մեծ համայնքներով ունեցել հայկական բնակչություն, այդ կարա լինի։ Ոչ չափանիշներ, օրինակ իմ պապերը եկել են Խոյից, իմ պապերը։ Հիմա դուք ինչ-որ բարեկամական խմբերում, չէ, կլինեք, ենթադրում եմ, հաշվի առնելով, թե ինչքան շատ եք խոսում հայ-իրանական բարեկամության մասին, որը շատ լավ է, մենք էլ ենք դրա մասին խոսում, ենթադրում եմ, այդ բարեկամական խմբում էլ կլինեք։ Ասենք կգնաք հանդիպման, օրինակ Իրան կգան այստեղ հանդիպման, դեսպանի հետ հանդիպմանում, ու վերկանաք ասեք, գիտեք, ինչ Խոյը մեր հայրենիքն է, կասեք։ Ես դա շատ լավ գիտեմ, ես շատ լավ գիտեմ, որ պարզ, ինձ մի ասեք, Իրանի դեսպանին դա կասեք, ինձ ես դա գիտեմ, Իրանի դեսպանին դա կասեք, որ Պարսկահայք նահանգն է մեծ հայքի, ես դա գիտեմ, այո, ուրմիա ես մի ապը Պարսկահայք, գիտեմ, վայ, պարոն Կարապետյան, պարոն Կարապետյան, մենք ես այդ ճանապարհը մթով եմ անցել, ես գիտեմ դա, ես դա շատ լավ գիտեմ, Չէ, պարոն Կարապետյան, ես մեծ հայքի սահմանները առանց օգնության, շատ քիչ սխալներով, միլիմետրերի տարբերությամբ կարող եմ այս թղթի վրա գծել, դա չի հարցը, դրա մասին չի խոսքը, մենք աշխարհագրության դասի չենք այստեղ, մենք քաղաքական գործունեությամբ ենք զբաղվում, ասում գնացել եք Իրանի դեսպանի հետ հանդիպման, լավ, հեշտացնում հարցը, Վրաստանից պատվիրակություն ա եկել, ձեզ հետ հանդիպման, դուք էլ դե Վրաստանից էլ էիք, չէ, շատ խոսում, Վրաստանից էիք շատ խոսում, եկել են, դե գիտեք, չէ, որ Լորին եւ Տաշիրը բավական տևական ժամանակ եղել է վրացական թագավորության մաս։ Հա, չէ, դե սենց չիլնի, Լորին, այո, կար մի ժամանակ, երբ, հա, չէ, սա կարակ վերցնեք, հենա, պարոն Ղասա, կվերցնեք, կտարածեք, հա, ասում եմ ինչի, որովհետև երբ որ գա Վրաստանից պատգամավոր եւ ասի Տաշիրը իմ հայրենիքն է, որովհետև այս ինչ թվականին եղել է, մի վայրկյան եղել է վրացական թագավորության մաս, այսինքն այնտեղ Վրաստանի թագավորն է նշանակել, օրինակ, մարզի ղեկավար եւ ինչ է գլուխներդ բռնում, ասեք, այս ինչ բան է, էլի չէ, լավ հասկացանք։ Պարզ բան եմ ասում, բանը հասկացանք։ Իվանը Զաքարե
Զաքարյանները ո՞ր թաքուհու մոտ էին ծառայության։ Թամար։ Ո՞ր թաքու, Թամար թաքուհի ու Թամար թաքուին ո՞ր պետության թաքուիներ։ Հիմա ոչ չենք դնելու, Պարսկայքի տեղը գիտեք, Թամար թաքու տեղը չգիտեք, լավ հասկացանք։ Իմ ասածը այդ չի է, որ դուք ստեղ հիմա գնաք ու տենց էլ հիմա կանեք, կասեք Եղոյանը եկավ ասում է բանը լորին վրա ցականաբան, ոչ, լորին հայկական է։ Ինչու՞։ Որովհետև Հայաստանի Հանրապետության մեջ է։ Ոչ մեկ, ոչ մոնղոլները, ոչ արաբները, ոչ պարսիկները, ոչ վրացիները իրավունք չունեն երբևիցե գան։ Ասեն լորին մեր հայրենիքն է, որտեղ ժամանակից է մի չգիտեմ, պարսկական զորագունդ անցել, մի արաբական զորագունդ անցել։ Էություն, պարոն Եղոյան, մի վարքյան, էլի, հարգելի գործընկերներ, խնդրում եմ լրություն ապահովել, մեզ էլ հաճելի չեն ձեր ելույթների մեծ մասը։ Պարոն Եղոյան, շարունակեք։ Դուք ես աժիոտաժը զգացիք, բայց ես թվում է, որ գնաք Թուրքիային ասեք Ադանան մեր հայրենիքն է։ Այդ իրանք ինչ պիտի, եթե ցույցել չտան, ինչ պիտի մտածեն։ Ինչ պիտի անեն, ինչ պիտի մտածեն։ Եվ երկրորդ, այսինքն ձեզ թվում է մենակ մենք ունենք պատմություն։ Մենակ մենք ունենք պատմական պետություններ։ Այդ մյուս ազգերը չեն ունեցել պատմական պետություններ։ Այն ժամանակ, երբ որ մենք չունեինք անկախ պետականություն, այս տարածքում կար մի պետականություն, արաբական խալիֆայություն եղել է այստեղ, թե չի եղել։ Այսինքն հիմա ինչ, արաբական որևէ պետության ներկայացուցիչ կարա գա ասի, եսի մեր Արմինա փոխարկայությունն է, կարա դες բան լինի, կան պատմաբաններ ձեր մեջ, ոնց հասկացա այդքան էլ շատ չեն։ Չէ, ամենալավը չեմ, բայց դա դպրոցական ծրագիրն է։ Երբ որ բաժանվեց Հայաստանը, Իրանի եւ բյուզանդական, հռոմեական կայսրության, հետո երկրորդից բյուզանդական կայսրության երկուսն էլ չկան, բայց Իրանը հո կա։ Հիմա ոնց որ իրան պարսիկները, իրանցիները գան, ասեն դե բանի պայմանագրով 387 թվականի Հայաստանի առաջի բաժանման, հետո Հայաստանի երկրորդ բաժանման, սա մեր պատմական հայրենիքն է, բանանդա Վարդան Մամիկոնյանից հետո սենց բանով կրոնի ազատությամբ դուք ունեցեք ձեր ազատ կրոնը եւ այլ մեր գերիշխանության միութենական պետությամբ, հա? Միութենական, հա, ինչ-որ, հա, օքեյ։ Հա, լավ ասեցիք, կան այդ ասողների դեպ։ Միութենական պետությունից խոսացինք, կան, այո, Ռուսաստանից չէ մենք խոսեցինք, կան, այնտեղ էլ կան պետություններ, ուժեր, որ ասում են, հա, մեր կայսրությունն էլ չի փլվել, ով ասել, որ փլվել է, ձևափոխվել է, այս բոլորը մեր մեծ պետության անդամ եք, այնպես որ եկեք բովանդակային խոսակցություն ենք, հիմա մենք սկսում, չէ, լուրջ, ամենայն լրջությամբ, որն է մեր հայրենիքի սահմանները, մենք ասում ենք, մեր հայրենիքի սահմանը մեր պետության սահմանն է։ Դուք հասեք Ադանա, ես չգիտեմ հələ բանը, Զմյուրնա կհասնեք, թե չեք հասնի, այնտեղ էլ հույների հետ եք պրոբլեմ կտանք, եթե Զմյուրնա հասեք։ Ասենք հույների հետ մենակ պրոբլեմ չտաք։ Այդ մեկը չանեք, խնդրում եմ։ Ժորժ ջան, ես ինչի համար եմ այս ամեն ինչը ասում, հասկանանք, որ սա բան չի, էլի, սա արդեն Facebook-յան լայվ չի։ Ամբողջ աշխարհն է նայում այս ամբիոնին։ Տիկին Խամոյանը գալիս ասում է, ես չգիտեմ, որ ճշմարտություն ասելը կարա բերի էսկալացիայի։ Ոչ չգիտեք, Տիկին Խամոյան։ Հələ մեկ ձեր հեռախոսը վերցրեք, զանգեք ձեր ծանոթներին ու իրենց մասին ասեք, ինչ մտածում եք։ Հա, կամ ձեզ, Տիկին Խամոյան, զանգեն մարդիկ ուղակի։ Ձեր ընկերները ընդ որում։ Կամ գործընկերները։ Եվ ասեն, այն ինչ ձեր մասին իրանք իրականում մտածում են ճշմարտացիորեն։ Պատերազմ կսկսի ձեր մեջ։ Պատկերացրեք իմ այս դահլիճում բոլորս բոլորի մասին ասենք, այն ինչ մտածում ենք։ Դրա համար մենք հո բան չենք։ Դրա համար բարեկրթություն, որ ոչ ամեն ինչ են ասում։ Տիկին Վարդանյան, այլ ասում են այն, ինչը անհրաժեշտ է ասել, ինչը պետք է ասել, ինչը ուղղված է մի որևէ խնդրի լուծման, ոչ թե անիմաստ էսկալացիայի հրահրման։ Դրա համար էլ գոյություն ունի մարդկության կողմից ստեղծված բարեկրթություն, հասկացություն, քաղաքավարություն։ Ավարտեք, պարոն Եղոյան։ Շնորհակալություն։